Պարոն Մակարյան, ինչու ղազախական ցորենը այսպիսի աղմուկ բարձրացրեց, քանի որ մենք առաջին անգամ Ղազախստանից ցորեն չենք ներմուծում Հայաստան, բայց այս անգամ այս խմբաքանակը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ինչով է պայմանավորված։ Միայն ճանապարհի պատճառով։ Քանի որ Ադրբեջանով է գալիս։ Այո, միայն այդ պատճառով հիմնականում։ Դե Ղազախստանը ինքն էլ է հացահատիկի երկիր, սովետական միության ժամանակներից մենք դա գիտենք։ Չնայած հիմնականում Ռուսաստանից ենք գնում, որտեղ Ռուսաստանը միշտ տվել է հարմար գներով եւ որակով, բայց Ղազախստանից գալը ուղղակի զուտ այդ կողմի տրայեկտորիայի հետևանքն է, ճանապարհի հետևանքն է։ Սկզբում հանրությանը հայտարարվեց, որ Ադրբեջանով ներմուծված ցորենը 4-րդ կարգի է։ Այժմ իշխանական ներկայացուցիչները ասում են, որ 3-րդ կարգի է։ Որն է իրականը եւ ասում են, որ արդեն այդ ցորենը մենք կերել ենք, հիմա վերջացել է, նոր խմբականակ պետք է գա։ Ինչու է այս տեսակետները փոխվում։ Ես ասեմ, կարող է իրենք այն ժամանակ որ խոսել են ներմուծողի հետ հստակ դեպքեր չի եղել կամ ներմուծողը կարող է մի մաս այդպեսին է եղել, որովհետև եթե դա ասենք թե Ալեքս Կրուպն է, դա եւ ինքը ունի հացամթերքի արտադրություններ ներսում եւ ասենք ունի անասնապահական ֆերմաներ եւ այլ ընկերություններ համար կարող է ներկրել։ Բայց հիմնականում տեսեք, մենք օրական առնվազն 1500 տոննա հաց ենք օգտագործում, որպես հաց։ Եվ դրա համար այդպիսի 1500 տոննա, ասենք թե հաց թխելու համար հարկավոր է այլուր կամ ցորեն, որը բերվի այլուր դարձվի, եւ ասենք թե մի 200 տոննա էլ քաղցրավենիքի տեսքով երևի կամ մի քիչ ավել օգտագործում ենք։ Այսինքն մի 1700 տոննա օրական պահանջարկը։ Հիմա այդ պահանջարկի շրջանակներում մենք քանի որ ամեն օր դա օգտագործում ենք, եւ այդ 2000 տոննան համարյա մեկ օրվա պահանջարկն է եղել, որտեղ եթե դա ալյուր ենք վերածում, թափոնները հանած, այնտեղ թեփը եւ այլն։ Այսինքն մի օր կերել ենք, մենք կարող ենք դա չնկատեինք, մանավանդ թե որտեղ են դրանք բաշխվել։ Այսինքն հայտարարությունը, որ արդեն կերել ենք, ամեն ինչ լավ է, կերել ենք, մարսել ենք եւ այլն, դա վիճակագրություն չունի։ Այ եթե մի 10 օրվա, 15 օրվա լինի ու մենք ամեն օր օգտագործենք, եւ սկսենք ինչ-որ տարբերություն նկատել, մենք կնկատենք, բայց դուք պատկերացրեք, ասենք այդ մեկ օրվա մթերքը, այնա կարող է մեկ օրում չի վաճառվել, այլ ասենք տարբեր օրերի վրա է ընկել, նախքին բերած այլուրի կամ ցորենի հետ կապված, ու բնակիչը կարող է չնկատել, ասենք թե կամ շատ քչերը նկատեին կամ չնկատեին։ Այսինքն այստեղ վիճակագրություն դեռ չկա, որ մենք հստակացենք, բայց եթե հույս դնենք, որ ասենք սննդի անվտանգության տեսչությունը մոտքային ստուգումները արևորակի կամ համապատասխան այլ մարմիններ եւ նաեւ թողնենք խղճին ներմուծողի, արտադրողի, որ ինքը նորմալ հաց է մատակարարել բնակիչներին, կարող են ենթադրությունով ասել, որ գուցե ամեն ինչ լավ է, բայց ենթադրության վրա կրկնում եմ։ Այսինքն ներմուծելուց մենք չենք պայմանավորվում, թե ինչ կարգի ցորեն է մեզ պետք եւ ինչ պայմանավորվում են։ Իհարկե ներմուծողը հստակ պայմանավորվում է, ինքը հստակ նաև փաթաթղթերն է այդպեսին բերում, ինքը դրանք պետք է բերի, որովհետև նաև եթե մուտքային ստուգումներ են սահմանի վրա կատարվում կամ հետո սերտիֆիկատը պետք է լինի։ Ես կառաջարկեի, որ մամուլը կարող է հետաքրքրվել եւ խնդրել, որ սերտիֆիկատը տպվի հրատարակի։ Մամուլը հրատարակի ներմուծված ցորենի սերտիֆիկատը։ Սերտիֆիկատից հստակ երևա ինչ կարգի ցորեն է դա եղել։ Եթե կառավարությունը տեղյակ չէ իրենց ասելով, թե ով ինչ որակի եւ ինչ ծավալով է ցորեն ներմուծում, դա պետական վերահսկողության բացակայություն է, թե պատասխանատվությունը։ Դա պետական վերահսկողություն կա, սա ավելի շատ պատասխանատվության խնդիր է, որտեղ սննդի անվտանգության տեսչությունը պետք է ստուգի եւ համապատասխան մարմինները, որտեղ հացահատիկը կամ ալյուրը հացահատիկ կբերեն, թե ալյուր կբերեն, դա ոչ միայն կարևոր է քանակի առումով, այլ որակի, որովհետեւ պարենի անվտանգության նաեւ խնդիր է։ Պարենի անվտանգությունը մենակ քանակը չի եւ մենակ հասանելիությունը չի, այլ նաեւ համապատասխան որակը, ռացիոնը, որտեղ նաեւ մենք ունենք, գիտեք, Գազագույն այն կալորականության, սննդի կալորականության տեսականին, որը Հայաստանը ընդունել է ՄԱԿ-ի, ասենք թե ցուցանիշների շրջանակներում, եւ այդ կալորականությունը մենք պետք է ապահովենք, որը առողջության խնդիր է։ Այսինքն այստեղ նաև իրավունք ունի միջամտելու առողջապահության նախարարությունը, առողջապահական տեսանկյունից տեսնելու կալորականությունը, որակ ինչպիսին է։ Այստեղ կարող է սոցիալական հարցերի աշխատանքի նախարարությունը միջամտել որպես սոցիալական խնդիր։ Այստեղ կարող է սննդի տեսչությունը, էկոնոմիկան, որը պատասխանատու է պարենի անվտանգության համար։
Այսինքն տեսեք, քանի վերահսկել հսկող կամ վերահսկելու իրավունք ունեցող մարմիններ կա։ Խոսքը պատասխանության մասին է։ Ցրելով, կիսատ ասելով, չիմանալով, որտեղ որ ձեռնտու չի ցույց տա, որ տեղյակ չենք, բանը գցել պատասխանությունը գցել ներմուծողի վրա, միայն դա չի լինի, որտեղ ներմուծողն էլ ինքնագլուխ չի։ Ապարտավորը դրել այդ շրջանակներում եւ օգտագործել ըստ ուրեմն տեսակի։ Եթե դա անասնակ է, եթե դա հացահատիկ է, հացահատիկ եւ ինչ կներով է դա վաճառվում։ Որտեղ այդտեղ կարող է նաեւ ասենք արտադրողներ շահույթներ ստանալ, եթե ժանանվորակ հացահատիկ է բերվում կամ ալյուրը խփում է այդ նույն գնով է հացը վաճառում ինչ որ լավ ալյուրի դեպքում կվաճառես, դա էլ արդեն մրցակցային հանձնաժողովի ֆունկցիա։ Ինչպես պետք է քաղաքացին վստահ լինի, որ իր անվտանգությունն ու սննդային անվտանգությունը վերահսկում են։ Պետական մարմինների, հենց իմ ասած պետական մարմիններին վստահելով։ Պետական մարմինները պետք է լինեն շահագրգռված իրենց վստահությունը չփոխելու հարցում եւ նաեւ պիտի պատրաստ լինեն պատասխանատվության վերահսկողությունը կատարել։ Առաջին հերթին դա սննդի անվտանգության տեսչությունն է, երկրորդը էկոնոմիկան կարող է շատ հանգիստ ուղղել ներմուծողի փաստաթղթերը մաքսային կետից կամ ստանալ եւ համոզվել ինչ են ներմուծել։ Այսինքն եթե դա գերատեսչության մակարդակով ասում է, որ մենք տեղյակ չենք թե ինչ է բերվել, ավելի լավ է ուրեմն մեկ օր առաջ մաքսակետից ստանալ սերտիֆիկատը, հետո նոր ելույթ ունենալ, ներկայացնել ինչ են բերել։